Ռուսաստանը նշանակալի դեր է խաղացել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացում, Գալուզին։ Ալիևն ու Բայրամովն ընդունել են ԵԱՀԿ նախագահին, անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին։ Պատրաստ ենք բացահայտել Ռուսաստան-Ադրբեջան դաշինքի ամբողջ ներուժը, Զախարովա։ Կոբախիձեն չի ընդունել ԵԱՀԿ նախագահին, վերջինս Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքից տեսանյութ էր հրապարակել սոցցանցում։ Ռուսաստանը չի կատարի ՄԻԵԴ-ի որոշումը, որը պահանջում է փոխհատուցում Վրաստանին 2008 թվականի իրադարձությունների համար, Պեսկով։ Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է կենսաթոշակային բարեփոխումների հետաձգման մասին։ Սիրիայի նոր իշխանությունը մտադիր է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ահմեդ Աշարան Պուտինին։ Համասն Իսրայելին է հանձնել ևս 4 պատանդի մարմին, Reuters։ Ռուսաստանը կորցրել է շուրջ 1,5 միլիոն զինծառայող, Թրամփ։